Այսինքն տարվա մեծ ու գեղեցիկ ճանապարհի մասին շարունակելու ենք խոսել Առավոտուսոյի շրջանակում, որովհետև մեր տաղավարում են մարդիկ, որոնք հենց այդ ճանապարհի ամենասկզբում են կանգնած։ Շտապ եմ ներկայացնել նրանց։ Աննա Խաչիկյան, հանրային հեռուստաընկերության միջազգային կապերի բաժնի մասնագետ, Արգին Արիստակեսյան, պրոդյուսեր եւ Աննա Դանիելյան, հարցազրույց Աննա Դանիելյանի հետ հաղորդաշարի հաղորդավար։ Բարի լույս։ Բարի լույս, գործընկերներ։ Շատ ուրախ ենք, որ մեզ հետ եք օրը սկսում եւ ինչու ասացինք, որ դուք ամենասկզբում եք կանգնած այս ճանապարհի, որովհետեւ Առաջին ալիքի մեդիա ակադեմիայի թերևս հենց առաջին ուսանողներից եք, ճիշտ է։ Այո։ Հիմա քանի որ երեքով են, երևի պիտի հերթով տանք հարցերն ամեն դեպքում։ Սկսեցինք։ Ինչու որոշեցիք ընդունվել մեդիա ակադեմիա։ Սկսենք դրանից։ Սկզբում ողջունում եմ բոլորին, շնորհակալ եմ հրավերի համար։ Շնորհավորեմ մեդիա ակադեմիայի 5-ամյակը։ Մեդիա ակադեմիայի մեկնարկից ճիշտ մի տարի առաջ էր, որ ես հիմնական Թեհրանից տեղափոխվեցի Հայաստան բնակվելու, քանի որ ես այնտեղ միշտ եղել եմ բեմերում որպես հաղորդավար, մասնակցել եմ եւ կազմակերպել եմ մշակութային միջոցառումներ, դրա համար իմ մոտ մեծ ցանկություն կար, որ լինեմ հանրային հեռուստաընկերությունում եւ մեդիա ակադեմիան տվեց այդ հնարավորությունը, ընդունվեցի մեդիա ակադեմիա եւ սկսեցի Եվ սկսվեց այս ճանապարհը։ Իսկ ակնկալիքներ կային մինչև գալը։ Դե բնականաբար ակնկալում էի, որ աշխատեի հանրային հեռուստաընկերությունում եւ ստացվեց։ Իսկ ինչքան ժամանակ եք առաջին ալիքում եւ ինչ աշխատանք եք հիմա իրականացնում։ Արդեն 4 տարի է ինչ հանրային հեռուստաընկերությունում եմ աշխատում։ Դե սկզբում ես ընդունվեցի մեդիա ակադեմիայի աշխատել մեդիա ակադեմիայի հենց թիմում։ Դրանից հետո, քանի որ շատ մեծ ցանկություն կար ինձ մոտ, որ հանրային հեռուստաընկերության ստեղծագործական թիմում աշխատեմ, եղավ առաջարկ լինեմ անոնցների բաժնի մասնագետներից մեկը, ինչը որ հիմա էլ եմ շարունակում այդ աշխատանքով զբաղվել, համակարգում եմ անոնցների բաժինը։ Իսկ սրանից ճիշտ մի տարի առաջ էր, որ եղավ ամենաանսպասելին եւ անակնկալը իմ համար, որտեղ եղավ առաջարկը, որ դառնամ պրոդյուսեր, ու ամենաանակնկալն էր, որ դառնում էի իմ դասախոսներից Հրաչուհի Ութմազյանի հանդիպում առաջինումի վերջին սեզոնի պրոդյուսերը, իսկ արխիվում նոր եթերաշրջանի, գարնային եթերաշրջանից չեմ ասում, մնա անակնկալ հեռուստադիտողների համար։ Շատ գեղեցիկ ու հետաքրքիր ճանապարհ է, հետաքրքիր է Աննա այդ ուղեծիրը կար մինչև Առաջին ալիքի մեդիա ակադեմիա գալը, այսինքն կար պատկերացում, որ ինչ-որ մի օր քաղաքական հաղորդաշարի հաղորդավար եք ուզում լինել։ Այո, ասեմ ինչու, որովհետև մինչև մեդիա ակադեմիա ընդունվելը ես քաղաքական լրագրող եմ եղել։ Ու ունեցել եմ հաղորդում, վարել եմ հաղորդում, լրագրող եմ եղել խմբագիր մոտ 7 տարվա։ Աշխատանքի ընթացքում շատ պատահաբար հանդիպել եմ հայտարարության մեդիա ակադեմիայի ընդունելության հետ կապված ու այդ ժամանակ ավելի շատ հետաքրքիր էր ոչ թե ակադեմիա ընդունվել եւ որևէ նոր բան սովորել, այլ մտածեցի, որ եթե հանրային հեռուստաընկերությունն է կազմակերպում, դա առաջին գրավիչ բանն էր։ Իսկ ես ցանկություն ունեի այլ լրատվամիջոցից հանրային հեռուստաընկերությունում աշխատելու, որովհետեւ կարծում ոլորտում շատերը ուղղակի կցանկանան հանրային հեռուստաընկերությունում աշխատանք ունենալ եւ հայտարարությունը կարդալուց հետո անմիջապես դիմել եմ ակնկալիքով իհարկե, որ հետո հնարավորություն կլինի հանրային հեռուստաընկերությունում հայտնվելու, այսինքն տեսադաշտում կլինեմ։ Դիմել եմ ու հետաքրքիր մի բան կա, որ այդ ժամանակ ես հաղորդում էի վարում էլի քաղաքական, բայց հաղորդավարական բաժին չեմ դիմել։ Ես ակադեմիայի առաջին սերնդից եմ, որտեղ կար 3 բաժին՝ սպորտի, հաղորդավարության եւ լրագրության։ Չգիտես ինչի ես լրագրության բաժին եմ գնացել, երևի մտածել եմ, որ դե հաղորդավարություն հիմա անում եմ, լրագրության բաժնում միգուցե ավելի շատ հնարավորություններ կբացվեն, ու այդպես եկել եմ, ստացվել է, ու այդ զանգը շատ էի սպասում, որ պիտի զանգեն ու ասեն, եկեք ոչ թե հանրային հեռուստաընկերություն, ակադեմիայում սովորել, ու ստացա այդ զանգը, եկա, ու իսկապես այն ինչ որ մտածում էի, ստացվեց, որովհետև հնարավորություն բացվեց, այսինքն տեսանելի դարձա, ու հրավեր ստացա արդեն հանրային հեռուստաընկերությունում աշխատելու։ Շատ լավ է։ Կասեք Աննա, որ կուրսն եք ավարտել, երբ եք ավարտել եւ ինչպես ստացվեց, որ աշխատանքի անցաք առաջին ալիքում։
Ես ավարտել եմ հաղորդավարական բաժինը եւ մեր տվյալները միշտ պահպանվում են Մեդիա Ակադեմիայի արխիվում եւ օրերից մի օր ես ստացա այդ շատ սպասված զանգը։ Ինձ ասացին, որ թափուր հաստիկ կա միջազգային կապերի բաժնում եւ քանի որ ես մասնագիտությամբ լեզվաբան եւ միջազգայնագետ եմ, ինձ հրավիրեցին հարցազրույցը անցա այնուհետև անցա նաև փորձաշրջան եւ արդեն գրեթե 4 տարի է միջազգային կապերի բաժնում եմ աշխատում։ Հետաքրքիր է, որ փաստորեն կարող է ճանապարհը սկսվել ինչ-որ մի թեմայի շուրջ, հեռուստատեսության, օրինակ հաղորդավարության, բայց տանել ձեզ լրիվ այլ ուղղությամբ։ Կհիշեք, երբ ուսանող էիք դեռ այս շենքում, ինչ եք սովորել, ինչ հմտություններ եք ձեռք բերել, հեռուստատեսության աշխարհի մասին ինչեր եք բացահայտել, որոնք այսօր էլ ձեր աշխատանքում ամենօրյա ձեզ օգնում են։ Հարցը բոլորինն է։ Ես օրինակ ինչ կարող եմ ասել, շատ կարևոր է Մեդիա Ակադեմիայի նպատակը, որովհետև շատ դեպքերում ակադեմիական կրթությունը տեսական գիտելիքների վրա է հիմնված, իսկ ակադեմիայի պարագայում ինքը ոչ միայն կարճաժամկետ է, սեղմ ժամկետում շատ գործնական հմտություններ է քեզ տալիս, այլև հնարավորություն է տալիս, որ այդ տեղում կիրառես, որովհետև վստահ եմ գործընկերներս այս պարագայում նաև այո գործընկերներս կհամաձայնեն, որ այստեղ ոչ միայն եկել ենք դասերի ընթացքում սովորել ենք այն ինչ որ տալիս են այստեղի մասնագետները, գործող մասնագետները, այլև հնարավորություն ենք ունեցել դա կիրառելու պրակտիկայում, օրինակ լինելու ձեր փոխարեն կամ լուրերի հաղորդավարի փոխարեն, կամ միգուցե նաև պրոդյուսերի կամ մեզ հետ, կամ ձեզ հետ, եւ այսինքն սովորածը փորձել կիրառել եթերում։ Այդ շատ մեծ հնարավորություն է հանրային հեռուստաընկերության եւ Մեդիա Ակադեմիայի կողմից տրված։ Հետևաբար այդ փորձը, որտեղ ակադեմիական կրթության ժամանակ կա տեսականը, գործնականը շատ քիչ է ու հնարավորություն չի տալիս, որ նույն տեսականը պրակտիկայում կիրառես ու քո համար դառնա ավելի լավ հմտություն։ Երբևիցե կպատկերացնեք, որ կհայտնվեք այս աշխարհում։ Ես այո, որովհետև նպատակադրված եւ կրթությունս այդ ուղղությամբ հատարվել։ Իհարկե կարմիր ժամանակ, որ մտածում եմ ես ռադիոյի մարդ եմ, ինձ ասում են, որ ձայնդ լավն է ու ձայնի ուղղությամբ կարելի է ավելի մեծ ճանապարհ հարթել։ Հետո հասկացա, որ ուզում եմ հեռուստատեսությունում լինել, հատկապես նաև հանրային հեռուստաընկերությունում, դրա համար սկզբանե պատմեցի, թե ինչ ցանկություն կար, երբ որ հայտարարությունը կարդացի, ու այո, շատ լավ է, որ ստացա հնարավորություն։ Դե հիմա մեզ պատմեք, ովքեր են եղել ձեր ֆավորիտ դասախոսները։ Ամենաբարդ հարցը։ Այո, բարդ հարց է, բայց դե մեր կուրսի դասավանդողները հիմնականում եղել են Աննան Ավանեսյան, Հրաչուհի Նութմազյան, Ավետը Բարսեղյան եւ Մարատ Օրդյան։ Ես չեմ առանձնացնելու ու չեմ բոլորն են իմ համար ֆավորիտ եւ բոլորից սովորել ենք լիքը բաներ։ Ես փորձեմ ասել ինչեր ենք սովորել ու որն է ինձ համար կոնկրետ հատկանշական։ Ավետ Բարսեղյանի դասերը առանձնանում են ոչ միայն խոսքի մշակույթի սովորելը, հաղորդավարական արվեստ, այլ նաև մենք սովորում ենք ինքնաճանաչում, այսինքն փորձում ենք ինքներս մեզ ճանաչել, հասկանալու թե մեդիայում որն է մեր ուղղությունը։ Մենք նույնիսկ փորձեր ենք երգերի բառեր գրել Ավետ Բարսեղյանի հետ Արգինը կհիշի, ֆիլմեր ենք նայել, անալիզարել ֆիլմերը եւ այդ ամենը շատ բոլոր դասերը մեզ համար շատ ոգեշնչող եւ ստեղծագործական էին։ Հրաչուհի Նութմազյանի ամենասիրելի դասախոսներից է եղել, բոլորս քաջատեղյակ ենք, որ Հրաչուհին նաև միջազգային մեդիայից, միջազգային ձևաչափերից է շատ տեղյակ, քաջատեղյակ եւ նա միշտ մեզ խորհուրդներ էր տալիս նայել, սովորել, նոր գաղափարներ գեներացնել եւ նաև Հրաչուհու դասերին մենք հարցազրույցներ էինք վարում, իր հարցազրույցներն էինք անալիզի ենթարկում։ Մի խոսքով, իսկ Աննա Ավանեսյանի պարագայում ավելի տեսական էին, ինքը մեզ տեսական հիմքեր էր տալիս, սկսած հաղորդավարական ամպլուաներ, ինչպիսին են լինում, ինչպիսի ժանրեր կան լրագրության մեջ եւ այլն, սակայն նաեւ տեսական պրակտիկ դասեր ենք ունեցել, հենց հաղորդավարի դերում ենք հանդես եկել, զարգացրել մեր հմտությունները։ Այդպես իմ պարագայում կարող եմ ասել, որ իմ մասնագիտությունները շատ ներդաշնակ կերպով մեկտեղվել են իմ սիրելի ոլորտի հեռուստատեսության հետ, որովհետև միջազգային կապերի բաժնում իրականում շատերը չգիտեն ինչ ասել է թե միջազգային կապերի աշխատակից, չգիտեն որ կա այդպիսի մարդ, ով այդ աշխատանքն է իրականացնում։ Ես կարող եմ ասել, որ մեր աշխատանքը շատ հետաքրքիր եւ սպეციფიկ է այն առումով, որ գիտենք, որ հեռուստատեսության մեջ կա նախարտադրական ընթացք, արտադրական եւ հետարտադրական։ Նախարտադրական ընթացքին նախորդող այդ սահմանային փուլը հենց իրականացնում է միջազգային կապերի բաժինը, երբ մեզ առաջարկ է գալիս այս կամ այն միջազգային կազմակերպությունից
որևէ նախագիծ հեռարձակելու, մենք բանակցություններ ենք վարում, տարբեր տեսազանգեր ենք ունենում, ներգրավում ենք պրոդյուսերներին այդ աշխատանքի մեջ եւ վերջում պայմանագրային դրույթներ ենք տարբեր քննարկում եւ պայմանագիրը կնքվում է նոր նախագիծը գնում է արդեն նախարտադրական process-ի մեջ։ Այսինքն միջազգային կապերի բաժինը իրականացնում է այդ շատ երկար աշխատանքը եւ երբեմն կուլիսային է եւ մարդիկ չգիտեն թե ինչպես է հայտնվում այս կամ այն նախագիծը եթերում։ Եվ շատ կարևոր աշխատանք է իրականում։ Մեդիա ակադեմիան, երբ դուք եք սովորում, դեռ նոր էր ձևավորվում, ուներ մի քանի հոսք եւ հետո այս 5 տարիների ընթացքում բազմաթիվ նոր մասնագիտություններ սովորելու հնարավորություններ ստեղծվեցին բազմաթիվ այլ երիտասարդների համար, որոնք եկան եւ դարձան ակադեմիայի նոր սերունդները։ Հետագայում արված կուրսերից եղել է ինչ-որ մեկը, որին ուզել եք դիմել կամ հիմա էլ կդիմեիք, կսովորեիք։ Միանշանակ, քանի որ ես բախտը ունեցել եմ աշխատեմ մեդիա ակադեմիայի թիմում հենց ու ծանոթ եմ բոլոր դասախոսներին, բոլոր ուսանողների հետ այդ ընթացքում, իհարկե, ես ասեի քեզ, որովհետև ես եղել ես դասախոսներից մեկը, իհարկե մենք բախտը չենք ունեցել, մեր դասախոսներից չես եղել, բայց այդ հաջորդ կուրսերին բայց միևնույն է հաղորդավարության մասին էր որպես այդպեսի, բայց ուզում էի նշել, որ մեդիա ակադեմիայում արդիկ սովորում են մոնտաժի հմտություններ, սովորում են արխիվային գործ, այսինքն այնպիսի հետաքրքիր մասնագիտություններ, որոնք գուցե չեք էլ պատկերացնում, որ կարող է լինել հեռուստատեսությունում, որովհետև սովորաբար մարդիկ միշտ փառքի հետևից են չէ գալիս եւ ուզում են բոլորը դառնալ մեդիա դեմքեր, հաղորդավարներ, բայց հեռուստատեսությունը մի մեծ աշխարհ է, որտեղ կան բազմաթիվ շերտեր, որոնք անչափ հետաքրքիր են եւ հետագայում կարող են ձեր մասնագիտական կյանքի մի մասը դառնալ եւ խոսենք նոր կուրսերի մասին, որոնք այս պահին կան մեդիա ակադեմիայում։ Եթե դուք որպես մեդիա ակադեմիայի նախկին ուսանողներ եւ ներկայումս մեր գործընկերներ հորդորեիք մարդկանց, որ գային եւ սովորեին մեդիա ակադեմիայում, ինչ կասեիք։ Ես կասեի, որ միանշանակ մի հապաղեք դիմեք, եթե կա որևէ դասընթաց, որին դուք, չգիտեմ, մեդիա ոլորտ առհասարակ սիրում եք, որովհետև այստեղ ոչ միայն տեսական է լինում, այլ նաև գործնական է, որը շատ կարևոր է հետագայում ձեր կարիերայի կերտման մեջ։ Այսինքն մենք տեսնում ենք արտադրական process-ը հենց տեղում եւ պարզապես դա տեսնել պրակտիկ եւ հետո դա կիրառել քո աշխատանքում, կարծում եմ լավագույնս է, լավագույն շանսն է, որ կարող է լինել ցանկացած երիտասարդի համար։ Դե ես մտածում եմ հենց առաջի կուրսերի ժամանակ էլ բավական մեծ հետաքրքրություն կար ակադեմիայի նկատմամբ, որովհետեւ ես հիշում եմ թե ինչ ֆիլտրացիայով էին անցնում մասնակիցները, որովհետև շատ էր ժամերով հերթեր ենք սպասել, դա անկեղծությամբ։ Ես չեմ էլ հիշում, որ հերթում եմ մտել։ Վստահաբար հիմա էլ կան այդ հերթերը, մանավանդ որ արդեն տարբեր բաժիններ կան, ժամանակ ընդամենը 3-ներ առաջարկվում, հիմա շատ կան, կադրից դուրս աշխատանքներ բավականին գրավիչ է։ Իմիջիայլոց, եթե խորհուրդ տանք, կարող ենք նաև այդ խորհուրդ տալ, պարտադիր մեդիա դեմք դառնաս, որ հետաքրքիր լինի, որովհետև կադրից դուրս աշխատանքներ շատ գործընկերս հաստատ կասի, որ չի երևում, բայց ահռելի մեծ աշխատանք կա անելու կադրից դուրս ու այդ ամբողջը մենք պիտի փորձենք պատով ներկայացնել, բայց մեր հետևում, մեջքի հետևում շատ մեծ աշխատանք կա։ Այս առումով հետաքրքրությունը կա եւ վստահաբար հիմա էլ ցանկացած բաժին, որը առաջարկվում է, ինձ թվում է մարդիկ մեծ հաճույքով կուզենան ընդունվել։ Շնորհակալ ենք շատ, որ մեզ հետ եք սկսել ձեր օրը եւ դուք վառ օրինակն եք, այսպես քայլող օրինակներն եք մարդկանց համար, որոնք գուցե մտածում են իրենց կյանքը փոխելու, մասնագիտական ուղին փոխելու մասին եւ գուցե դուք դառնաք եւ վստահ եմ, որ արդեն եք այն օրինակները, որոնք կոգեշնչեն մարդկանց սովորելու նոր մասնագիտություն, փոխելու իրենց կյանքը եւ դա անելու առաջին ալիքն է։ Շնորհավորում ենք եւս մեկ անգամ այսօր տոն օր է։ Իսկապես տոնական օր է այսօր։ Տոնական օր է։ Եվ հիշեցնում ենք նաև, որ հեռուստատեսությունը ձևափոխվում է եւ թվային մեդիան հիմա մեծ դեր ունի ու հենց այդ ուղղությամբ է նաև մեդիա ակադեմիայի նոր կուրսը, որը կոնտենտ ստեղծելու մասին է, այնպես որ մենք միայն ավանդական մեդիայի մասին դասընթացներ չենք անում, այլ քայլում ենք ժամանակի հետ համընթաց։ Հետևեք մեդիա ակադեմիայի էջերին, ծանոթացեք նոր ստեղծվող դասընթացներին, հայտագրվեք, մասնակցեք, եկեք առաջին ալիք։ Իսկ մենք շարժվում ենք առաջ։ Այո։